Պարոն Քոչարյան, ձեր նախագահության տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ որ գործոնները եւ փաստաթղթերն են ունեցել առավել ազդեցիկ, ինչու ոչ նաեւ դրական ազդեցություն հօգուտ հայկական կողմի շահերի վրա եւ անձամբ դուք որ փաստաթղթն եք համարում առավել արդյունավետ, թույլ տվեք տվյալ պարագայում առանձնահատուկ նշել, խոսքը գնում է QST եւ Մադրիդյան սկզբունքների մասին, այսինքն եթե համեմատական անցկացնենք այս երկուսի միջեւ։ Իհարկե առանցքային ես կհամարեի QST փաստաթուղթը։ Որտեւ ինքը չի ստորագրվել ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ վերջի պահին ուղղակի Հեյդար Ալիևը հրաժարվեց դա ստորագրելուց։ Բայց ինչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ որ մի բան էր։ Ես նույնիսկ երբ այս խոսակցությունը մեր մեջ եղավ, նույնիսկ մի երկու անգամ հարցրեցի, ես ճիշտ եմ հասկանում։ Ինչ դա մեզ տվեց, չստորագրվեց, բայց դրանից հետո նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, որը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք դա ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայեք, մենք ընդամենը 2 տարի առաջ 3 տարի առաջ մենք քննարկում ենք Ղարաբաղը Հայաստանի միացնելու տարբերակ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։ Վարդան Օսկանյանը այդ բանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ինչ բան ասում էր, նայեք, նույնիսկ այս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքան կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մեր բանակցային փաստարկների մեջ մի շատ լուրջ փաստարկ եւ նույնիսկ կրկնեմ Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի լավ փաստաթուղթ էր, մենք դա ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք դա համարում ենք, մենք ասում ենք, սա փողզիջումային այդ բոլոր բանակցությունները ենթադրում է փողզիջումներ։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները մենք արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից։ Եվ սա լուրջ բան գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։ Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ որ արդյունքների գալ։ Իսկապես հնարավոր էր արդյունքների գալ։ Եվ վերջերս նաև շատ են խոսում դրա մասին, 19 թվականին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի, ասենց ասեմ, այն ինֆորմացիան նաև, որին ես եմ տիրապետում, հետո եմ ուղղակի իմացել, ուղղակի արհամարանքով։ Չենք հասկանում, ինչ եք ասում, ինչ բան եւ այլ։ Եվ դրանով նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմը հանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Ես շատ վատ բան էր եւ կարծում եմ սա պատճառներից մեկն է, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին եւ պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց, որովհետեւ երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաեւ այդ հետևանքների այսպես պատասխանատվությունը պետք է կրես։ Ես սա տրամաբանական է։ Հիմա նայեք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկի բավական կտրուկ քայլեր անում այս վերջի օրինակ 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ եւ Միացյալ Նահանգները, որոնք այսպես ասենք հիմնական այն երկիրն էր, որոնք այս պատերազմի ժամանակ իրենց միջամտությամբ, իրենց օգնությամբ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ եւ ծանր է նստել Ուկրաինայի վրա։
ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ անպատասխանատվությամբ, սա մեկ, եւ երկրորդը ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Բայց այդ պահին հայրենասեր երևալու համար։ Հիշում եք, չէ՞, պատերազմի ժամանակ, որ ասում են, եթե ես առաջարկը ես ընդունեի, ինձ դավաճան կասեի։ Հոկտեմբերի 18-19։ Պատերազմը կանգնում էր։ Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լավ չի, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենային։ Քո դավաճան այդ, մեկը ասում են դավաճան։ Իրականում մեկը ասում են, չէ՞, որովհետև արդյունքները այդպեսինն է։ Լավ չի, ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չենք ունենա։ Արդյոք այս պահին մենք ունենք հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու եւ համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ։ Նայած մենք ինչ ենք հասկանում համախմբելու տակ, ինչ ենք հասկանում։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա սաղին հավաքել, ասենց ասել, սաղդ միասին է, տենց չի լինել։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբել։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց որ ասես սա ասենց շատ տարբեր են, եւ մոտեցումների հարց կա, եւ անկալումների հարց կա, եւ ազնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվել, իրատեսական եմ համարում։ Հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն, այո։ Սա այն դասական մոդելն է, որը ամենտեղ աշխատում է։ Եթե օրինակ ընտրությունների ինչ որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 միավոր կամ 20 միավոր, ոչ իրատեսական չի։ Չի աշխատելու դա։ Մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չի որ աշխատող sense բանաձև է, այլ